Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ շարունակել Ղարաբաղի շարժումը, ինչը կարող է բերել նոր պատերազմի, թե հրաժարվել դրանից եւ գնալ խաղաղության ճանապարհով։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը կողմ է շարժումը չշարունակելուն, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը ընտրությունների միջոցով։ Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի հիմքեր դնելն է, հայտնել է Ադրբեջանի վարչապետը, ներկայացնելով Ադրբեջանի Հանրապետության կառավարության 2025-ի գործունեության մասին հաշվետվությունը։ Նշվել է, որ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը նպաստել է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը եւ ստեղծել է կայուն խաղաղության եւ զարգացման բարենպաստ պայմաններ։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը նաև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ Զանգեզուրի միջանցքի հիմքերը դնելն էր։ Այս բազմամոդուլ երթուղին կապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը։ Արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի համադաշնության փոխնախագահ արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։ Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում մերձավոր արևելքում զարգացումների շուրջ։ Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունն ինչպես Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար հարցերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ հայտնել են արտգործնախարարությունից։ Պաշտպանության նախարար Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության ռազմական արդյունաբերության եւ տիեզերքի հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։ Հանդիպան ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցության հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանը Հարավային Կովկասում աստիճանաբար դառնում է ավելի կարևոր գործընկեր Եվրոպական միության համար։ Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերի հանձնակատար Մագնուս Բրունների խոսքով վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զգալիորեն խորացել են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության եւ բարեփոխումների ոլորտներում։ Նա նշել է, որ եթե բարեփոխումները շարունակվեն նույն տեմպով, ապա առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդությունը կարող է դառնալ իրատեսական։ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ կառավարության որոշմամբ Ժնևում գործող դեսպանությունը կտեղափոխվի մայրաքաղաք Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչության նստավայրը կմնա Ժնևում։ Դեսպանության պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 16-ից 19-ը մեկնելու է Ստամբուլ։ Պատվիրակության կազմում են ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Ադրբեջանում Պաշտպանության ազգային համալսարանին կից ռազմական կառավարման ինստիտուտում կազմակերպել է հայերենի դասընթաց, տեղեկացրել են ադրբեջանական լրատվականները։ Դա արտացոլել է Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի կառավարության գործունեության մասին հաշվետվությունում, որը ներկայացվել է Միլիմեջլիսի քննարկմանը։ True Social-ում արված գրառման մեջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ահաբեկչական ռեժիմի ամբողջական ոչնչացման մտադրության մասին, ընդգծելով ռազմական առումով ամերիկյան գերազանցության մասին։ Մենք ամբողջությամբ ռազմական, տնտեսական եւ այլ առումներով ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը։ Իրանի ռազմածովային ուժերը այլևս գոյություն չունեն, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ մնացած ամեն ինչ ոչնչացվում են, իսկ նրանց առաջնորդները վերացել են երկրի երեսից։ Մենք ունենք աննախադեպ հրետանային ուժ, անսահմանափակ զինամթերք եւ բավական ժամանակ։ Ու դուք դեռ կտեսնեք, թե ինչ է կատարվելու այդ խելագար սրիկաների հետ։ Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում եւ հիմա ես, որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, սպանում եմ նրանց։
ՆԱՏՕ-ի կարևոր օբյեկտ Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայում, որտեղ Միացյալ Նահանգների զորքերը տեղակայված են Ադանա քաղաքի մոտակայքում, տագնապի ազդանշաններ են հնչել։ Թուրքական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ սա տեղի է ունենում Թուրքիայի օդային տարածքում խոցված բալիստիկ հրթիռից 4 օր անց։ Սա երրորդ հարվածն է։ Ավիաբազայից 10 կիլոմետր հեռավորության վրա ապրող Ադանայի բնակիչները գիշերը արթնացել են ազդանշանների ձայներից։ Ինջիրլիքի ավիաբազայում կարմիր տագնապ է հայտարարվել։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը հայտնել է, թե եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին, Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում թույլ տալով իրենց տարածքով թռիչքները, տրամադրելով ռազմաբազաները։ Մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են իրանցիներին հարվածներ հասցնել ամերիկյան զորքերին։ Ըստ փորձագետների, եթե Միացյալ Նահանգներին հաջողվի Թուրքիային ամեն գնով ներքաշել իրանական հակամարտության մեջ, ապա հակամարտության ձգձգման դեպքում փախստականների հսկայական հոսք կառաջանա։ Փորձագետների դիտարկմամբ փախստականները ոչ թե Աֆղանստան կամ Թուրքմենստան կգնան, այլ Հարավային Կովկաս, առաջին հերթին Հայաստան ու Ադրբեջան։ Հայաստանը պիտի պատրաստ լինի բոլոր մարտահրավերների դիմացելու համար եւ փախստականների հնարավոր հոսք եւ իհարկե ամեն կերպ չեզոքություն պահպանել, բայց այդ նաեւ այո նույնպես Իրանին ցանկալի կլիներ, եթե մարդասիրական բեռներ ուղարկվեին։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին անդրադառնալով Մերձավոր Արևելքում լարված վիճակին հայտնել է, որ Սյունիքը կարող է դառնալ Պարսից ծոցում տիրող քաոսի եւս մեկ թեժ կետ։ Տեսանելի են նաեւ Հարավային Կովկասում ամրապնդվելու Ադրբեջանի տարածաշրջանային ջանքերը։ Եվ պետք կլինի շուկաները դիվերսիֆիկացնել, որովհետև ամեն դեպքում Իրանի որոշակի ապրանքատեսակներ մենք ներմուծում ենք եւ պետք է նոր լոգիստիկա ստեղծել։ Ընդհանրապես, ըստ փորձագետների, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի լուրջ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա զգալ կտա 1-2 շաբաթ հետո։ Պատերազմի պատճառով նավային բեռնափոխադրումները թանկացել են 30%-ով, այն կազդի ապրանքների եւ հումքի վերջնական արժեքի վրա։ Հայաստանի վարչական քարտեզը կրկին ձևափոխվում է, որի արդյունքում 9 համայնքների միավորումից կձևավորվի 3 խոշոր միավոր։ Լոռու մարզի Ստեփանավանը, Սյունիքի, Գորիսն ու Վայոց ձորի Եղեգնաձորը դառնալու են ավելի խոշորացված համայնքների կենտրոններ։ Ներկայացված նախագծով երկրում համայնքների ընդհանուր թիվը 70-ից կկրճատվի եւս 6-ով։ Գործադիրը սա ներկայացնում է որպես բնակավայրերի զարգացման ուղիղ ճանապարհ։ Կառավարության պաշտոնյաները պնդում են միավորումը բարձրացնում է համայնքներում կառավարման արդյունավետությունը, սակայն փորձագետները խնդիրներ են տեսնում, շեշտում, որ Հայաստանում համայնքային բյուջեները երկրի համախառն բյուջեի միայն 8-ից 10%-ն են կազմում, մինչդեռ Եվրոպայում այդ ցուցանիշը հասնում է մինչև 50%-ի։ Մենք ունենք խնդիրներ կապված գումարների բաշխման հետ, այսինքն ստացվում է այնպես, որ համայնքի ավականին հայեցողական որոշում է, թե որ տարում որ համայնքում է ինքը ֆինանսական ներդրումներ կատարում, այսինքն երբեմն համամասնությունը չի ապահովում։ 10 բնակավայր կամ 20 բնակավայր հերթով իրենք որոշում են, որ առաջի տարում X բնակավայրում են ներդրում անում, ծրագիր իրականացում, հաջորդ տարի մյուսում եւ այսպես համամասնությունը խախտվում է։ Գեղարքունիքի բնակիչը որդուն պարտադիր զինծառայությունից 3 տարի տարկետում ստանալու համար միջնորդի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել Պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Բացահայտվել են նաև վարժական հավաքներին չմասնակցելու, կեղծ եզրակացությունների եւ ապրանքների միջոցով կազմակերպված դեպքեր։ Պաշտոնյային եւ 3 այլ անձի մեղադրանք է ներկայացվել։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Միջազգային փորձագետներին մտահոգում է հայկական ժողովրդավարության ներկա վիճակը։ Մեր երկրում դեմոկրատական գործընթացները դիտարկող անկախ մասնագիտական խումբը շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպումներ է ունեցել, մերժում ստացել միայն կառավարությունից ու իշխող կուսակցությունից։ Մինչև 1 ամսվա ընթացքում այս խումբը վերջնական զեկույցը կկազմի, Հայաստան կգա երկրորդ խումբը, հույս ունեն գործադիրում կմտափոխվեն, իրենց հետ կհանդիպեն։ Ափսոսանքով եմ ասում, որ մենք լուրջ մտահոգություն ունենք, թե արդյոք կան ժողովրդավարական պայմաններ, որ հնարավոր դարձնեն ազատ արդար խորհրդարանական ընտրությունները։ Մենք մտահոգված ենք, որ տարբեր փորձեր են արվում միջամտելու դատական համակարգի եկեղեցու անկախությանը։
Իրավապաշտպաններն ասում են, ժողովրդավարությունը Հայաստանի ամենամեծ ուժն ու կապիտալն է, հետևաբար նրանց խոսքով սա Հայաստանի ապագային վերաբերող հարց է։ Բայց միջազգային փորձագետները հիասթափված են նաև արևմուտքից, պնդում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միակողմանի մոտեցում են ցուցաբերել։ Մենք Հայաստանի կառավարությանը խորհուրդ ենք տալիս հանրային դաշտում կոնկրետ կարծիք ձևավորող պնդումներ եւ մեղադրանքներ չկիրառել առանց դրանք փաստող ապացույցների։ Միջազգային իրավապաշտպաններն անդրադառնում են նաև Բաքվում ապօրինաբար պահվող գերիների խնդրին։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարն ասում է, սա վիրավորանք է հայ ժողովրդի արժանապատվությանը։ Անարդար են որոշումները, որոնք կայացրել են ադրբեջանական դատարանները։ Այսօր միայն մեկ տարբերակ կա դիմել եվրոպական դատարան։ Դժբախտաբար դա նշանակում է գործի երկարատև քննություն։ Իրավական ճանապարհի այլընտրանքը քաղաքական բանակցություններն են, սակայն մասնագետներն ասում են, այստեղ էլ Հայաստանի իշխանությունների կողմից ջանքեր չենք տեսնում։ Պարեր, չելենջներ, կարճ հոլովակներ ու տիկտոկյան ուղիղ եթերներ։ Դպրոցականների առօրյան այսօր դժվար է պատկերացնել առանց սոցիալական ցանցերի, սակայն հաճախ այդ ակտիվությունը տեղափոխվում է նաև դասարաններ։ Դեռահասներից շատերը դասերի ընթացքում նկարահանում են տեսանյութեր, մասնակցում տարբեր թրենդների կամ պարզապես ակտիվ են տիկտոկյան հարթակներում։ Մասնագետները զգուշացնում են, տեսանելի հոլովակների հետևում երբեմն թաքնված են նաև լուրջ վտանգներ։ Խոսքը վերաբերում է հատկապես կիբերբուլինգին, անծանոթ մարդկանց ստացվող հաղորդագրություններին եւ անձնական տվյալների հնարավոր արտահոսքին։ Այս խնդիրների համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում քննարկվում է եւ մասնավոր եւ պետական դպրոցներում մինչեւ 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումների հնարավորությունը։ Պետք է նրանց պաշտպանվածությունը ապահովեն։ Կրթության ոլորտի մասնագետների գնահատմամբ առավել վտանգված են հատկապես փոքր տարիքի դեռահասները։ Բոլոր օպերացիոն համակարգերը տարածված հեռախոսային, Android-ը, iPhone-ը, ինչպես նաև Windows օրինակ համակարգիչները շատ լավ, ես նույնիսկ կասեի գերազանց ծնողական վերահսկողության համակարգեր են, որ ծնողը կարող է ինքը իր երեխայի հետ կապված ամբողջությամբ ինֆորմացիան ունենա, վերահսկի։ Այսօր շատ աշակերտներ դպրոց են գնում սմարթֆոններով, իսկ ուսումնական գործընթացի կազմակերպման մի մասը հաճախ իրականացվում է սոցիալական հարթակների խմբերի միջոցով։ Կրթության փորձագետները հիշեցնում են, այս երևույթը լայն տարածում ստացավ հատկապես COVID-ի համավարակի ընթացքում, երբ կրթությունը տեղափոխվեց առցանց հարթակ։ Եթե դրանց սկսում են մասնակցել նաև ուսուցիչները, այդ հիմարացման գործընթացին վատ ճաշակին, դա շատ տխուր ահազանգ է, այստեղ պետք է փորձել շատ լուրջ միջոցներ կիրառել, որովհետև նման անթույլատրելի է։ Մասնագետների խոսքով նույնիսկ սահմանափակումների դեպքում ամբողջությամբ բացառել սոցիալական ցանցերի օգտագործումը դժվար կլինի։ Միշտ կլինեն դեռահասներ, որոնք կփորձեն շրջանցել այդ սահմանափակումները։ Բացի այդ, վերջին շրջանում նկատվում է եւս մեկ միտում։ Դեռահասները զգացմունքային կամ անձնական հարցերով հաճախ դիմում են նաև արհեստական բանականությանը։ Մի շարք երկրներ արդեն փորձում են օրենսդրական լուծումներ գտնել այս խնդրի համար։ Օրինակ Ֆրանսիայում ազգային ժողովը ընդունել է օրենք, ըստ որի մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի գործածումը սահմանափակվում է պարտադիր տարիքային վավերացմամբ։ Մարտի 12-ին Տափերական գյուղի վարչական տարածքում Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել ջրատարում։ 4 հոգի տեղափոխվել է արտաշատ բժշկական կենտրոն, վիրավորներից 3-ին մեքենայից դուրս են բերել ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, ապա իրենց ծառայողական մեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Իսկ մյուս վիրավորին մեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Արարատի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, հատուկ տեխնիկա են օգտագործել։ Ըստ տեղեկությունների բարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները դուրս են բերել վարորդի մայրիկին։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, քանի որ վիրավորներից մեկը արգելափակված է եղել ավտոմեքենայում։ Մարտի 12-ին Երևան-Սևան ճանապարհին արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Մերսեդեսում։ 35-ամյա Սերժիկը եւ 38-ամյա Ծովակը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկ այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Փրկարարծառայության Աբովյանի Ըշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են մեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Ըստ տեղեկության
Փոփոխությունների մեքենան գազալցականն լիցքավորելուց հետո վարորդը մոտ 1 կիլոմետր վարել է, հետո ուղևորի հետ նկատել են, որ մեքենայից ծուխ եւ կրակ է դուրս գալիս։ Պետք է բարեն ժամանակ ներքին գործենախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ բաժնի բարեկները գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Մարտի 11-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են 67-ամյա Սամվելի Օփելը եւ 78-ամյա Ժորայի վարաչինահարական տեխնիկան։ Երկու հոգի վնասվածներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին բաշտի առաջին դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին միջև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։